Պարոն Նավինյան, համացանցում, այսինքն կոնկրետ CVK-ի լրատվամիջոցում հայտնվեց հրապարակում, ըստ որի ընդդիմադիրները ինչ-որ հեղաշրջման պլան են մշակել Հայաստանում իրականացնելու եւ դա տարածում է նաեւ վարչապետը, պնդում, որ ձախողված փորձ է դա։ Այսինքն մամուլում հրապարակումը բավարար է պնդելու համար, որ հեղաշրջում էր պատրաստվում եւ մեղադրանքներ հիշեցնելու։ Հարգելիներս, դա միայն մամուլում շրջանառվող տեղեկատվություն չի։ Դա այն իրողությունն է, որում մենք ապրում ենք, նվազագույնը 2018 թվականից սկսած, բայց 2020 թվականից սկսած տարբեր շրջափուլերով այդ ակտիվությունները տարատեսակ, այդ փորձերի մենք ակնհայտ տարբեր հատվածներում տեսնում ենք հասարակական կյանքում, տեսնում ենք լրատվամիջոցներում, տեսնում ենք տարբեր գործիչների խոսույթում եւ ակնհայտ այն process-ները, որոնք որ նկարագրվում են այդ փաստաթղթի մեջ, դրանք նոր չեն, դրանք այսպես ասած պլանավորված տարբեր խմբերի կողմից, որոնք որ համապատասխան պատրաստություն են անցնում, ամեն անգամ նմանատիպ փորձեր լինում են, որ ձախողված է լինելու որևէ նմանատիպ փորձ, կարծում եմ, հենց պարբերաբար մենք տեսել ենք 2023 թվականին հենց Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ընդունումից հետո ակտիվ սկսեցին բաներ, խժդժություններ։ Հարգելի, այդ բոլոր process-ները 2020 թվականի նոյեմբերի 10-ին մենք այդ տեսել ենք, մեր ժողովուրդը այդ տեսել է, մեր ժողովուրդը դրանով անցել է եւ իրականում պնդել, որ նմանատիպ բան չի եղել, դե նվազագույն, դե եթե շատ լավ, դե ես ձեզ վստահեցնում եմ, որ այո, կան նմանատիպ փորձեր, այդ նմանատիպ փորձերը շարունակվում են իրականացվել, այո, արտաքին որոշ ուժեր նույնպես այդ process-ներին ինչ որ ձևաչափով մասնակցում են, ինչ որ ձևաչափով արտաքին ուժեր մասնակցում են, ինչ որ ձևաչափով մարդկանց պատրաստում են, վերապատրաստում են, հետո տենց ուղարկում են կներեք մեր ջանին։ Վերաբերյալ ինչ տեղեկատվություն ունեիք, որ քաղաքում նման օրինակ ուժեղացված ծառայություններ ոստիկանական մեծաթիվ ուժեր կառավարական ամառանոցների ազգային ժողովի ու հանրապետության Ես այդ մասին տեղեկատվություն չունեմ։ Պարոն Նավինյան, դուք կիսում եք Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված բարեփոխումների ծրագիրը, որ իրականացվում է եկեղեցում, եւ ինչ կարծիք ունեք ընդհանրապես։ Ես գիտեք մի բան կարող եմ ասել, որ վաղ թե ուշ յուրաքանչյուր հարցի շուրջ պետք է ճշմարտությունը բացահայտվի։ Եվ իրականում, այսպես ասեմ, յուրաքանչյուր process-ում նաև որոշ առումով կարևորը թե ճշմարտությունը ինչ է։ Եվ եթե որոշակի մեղադրանքներ հնչում են, ես կարծում եմ պետք է նվազագույն այդ մեղադրանքներին պատասխաններ հնչեն։ Համենայն դեպս ձեր հարցի մասով ես լռությունից բացի փաստացի լռությունից բացի դրանք շատ լեգիտիմ քննարկումներ են, որովհետև լեգիտիմության հարց է բարձրաձայնվում վարչապետի կողմից։ Վարչապետի կողմից լեգիտիմության հարց է բարձրաձայնվում։ Երբ որ հարցը լեգիտիմության մասին է, Ժորժ ջան, մի հատ հարց տամ։ Իսկ եկեղեցին իրավունք ունի քաղաքական process-ներին մեջ ներգրավվի։ Մի րոպե, հարցը, չէ, մի րոպե, հարց եմ տալիս, հարգելիներս։ Եկեղեցին իրավունք ունի քաղաքական process-ներին խառնվի, թե ոչ։ Դե ամեն դեպքում սա Համենայն դեպս Ժորժ ջան, եթե չկա, այստեղ էլ չկա։ Ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, այստեղ էլ չկա։ Ասում եք հեղաշրջման այդքան փորձեր են եղել։ Ինչ այս պահը որտե Հիմա այլևս չեմ պատասխանելու 4 հարցի կանգնած պատասխանեց։ Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Դա չի նշանակում, որ ձեր հայտարարությունները բանը չանենք, էլի համբերատար ձեր հարցերին լսեցի, պատասխանեցի, լսեցի հայտարարությունները հեղաշրջման փորձերի մասին այդքան էլ հիմնավոր չեն։ Ես գիտեք մի բան էլ հավելեմ, այս շատ կարևոր հավելում է, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք մեծագույն սխալներից մեր մեկը եղել է, որ
որոշակի սև ֆինանսական աղբյուրներ թույլ ենք տվել շարունակեն շրջանառվեն տարբեր լրատվականներում, սա մեր մեծագույն սխալն է եղել եւ ես կարծում եմ այդ սխալը նույնպես մենք պետք է ուղղենք։ Շրջման այդ հայտարարություններից չկա պատասխանատվության ենթարկվածներ։ Ինչու